եւ Որդու եւ Հոգույն Սրբո ամեն։ Զինվորականը կպատմե, որ երբ որ նոր մտած էր ծառայության բանակի մեջ եւ իրենց գոփված ըլլալը, ամուր զորավոր ըլլալը ըստուքելու համար տարբեր վարժություններ, մարզանքներ գնեին։ Սկիզբը բաղ ջուրի մեջ կպահեին ասմարթոց։ Վերջը ծանր քարեր գտնեին, որբեսի շալգեն։ Եվ զանազան տեսակ բաներեն, ըսի ամենեն դժվարը որն էր։ Ըսա որ ամենեն դժվարը կբարգիս գիշերը քնանալու եւ չես գիտեր որ ժամուն քեզի գրնան արթնցնել։ Կրնա բարգիս 10 վայրկյանեն զանգ գզարնե եւ 30 սեկոնդունից պետք է հակվիս վարը լաս, կրնա բարգիս 1 ժամեն քեզի հանեն, կրնա բարգիս 3 ժամեն քեզի հանեն։ Ինչն էր նպատակը, բացատրեց մարդը, որբեսի ամեն ժամ պատրաստ լաս, որովհետեւ երբ որ թշնամին կհարցակի, պետք է պատրաստ լաս եւ չի գա հիմա ես կքնանամ։ Եվ նույնը Աստված մեզի 40 օրերը տվավ, որբեսի պահքով մեր սրտերը եւ մեր մարմինները գոփենք, զորացնենք, որբեսի երբ որ Աստուծո զադիգը պիտի թիմավորենք, բարձ մեր տունին արջևը նստած Netflix դիտելով չենք թիմավորեր Աստված, որովհետեւ Տերը երբ որ գուքա, կարևոր մեկ երբ որ գուքա, ինչ կնենք, անհանգիստ կլանք, պետք է մեր սրտերը տրոփի։ Ադուր համար այս շաբաթ անհանգիստ լալու շաբաթ է, լավ ձևով անհանգիստ լալն է, որ արդու եկեղեցի գուքան գաղութենք, երթանք բադարակի գաղութենք, իրգունը գուքան եկեղեցին օրեն տրմփացեք կնենք գաղութենք, որտեվ Տերը գսել, որ չափ պատրաստ ես ինձի ընդունելու, այդ չափ ըսել է լուրջ ես, որ չափ պատրաստ ես ինձի քուչ ագնկալածդ ժամուն ընդունելու, այդ չափ ըսել է իմ աշակերտս ես։ Անոր համար շարականները, որ հիմա երկվեցավ, նորեն գիշե մեզի իմաստուն գույսերու մասին, որոնք ունեին լապտեր, ունեին յուղ, ունեին գրակ եւ ունեին լույս։ Եվ երբ որ տախտակը թուրը գզարներ, ասկեդինը ասան գտղրտա, գշարժի։ Երևակայեցեք ադիգա միայն սարգավակի զարնածներ։ Ինչ կսե ավետարանը, երբ որ դերը պիտի կա, կսե արև իր լույսը պիտի չի դա, երկնային մարմինները, լույսինը, աստղերը պիտի շարժին, մեկ հատ երևակայեցեք ադիգա, հա, եւ մեծ գրակներ պիտի թափի երկինքեն, հա, եւ ինչպես կայծակը արևելքեն, արևմուտք կզարնե, նույն ձև Աստծո որդու գալուստը պիտի լա, որբեսի մեկը չլա, որ փախցնե Աստծո որդի գալուստը։ Մեր հայրերը իմաստուն ձևով այս արարողությունը դրած են, ասելու, որ այո, բախ պահեցիր, լավ էր, բայց պատրաստ ես Աստուծո ընդունելու ամեն ժամ, որտեղ մարդ կրնա ամբողջ կյանքը եկեղեցի մեջ լա, բայց Աստուծո այդ գործ չունենա։ Մարդ կլա որպես մշակույթ սիրե, հայ եկեղեցին գեղեցիկ շարականներ ունի, գեղեցիկ ավանդություններ ունի, պզդիկներու օրերը կան, երիտասարդներու օրերը կան, բայց իրենց սիրտը զաստված չջանչնա։ Ադոր համար երբ որ թուրը գզարներ, պատասխանը ներսեն, ասիգա արդարներու եւ Աստծո խոսքը կործադրողներու դեղն է։ Պատասխանը որ այո, նաեւ մեղավորներու դեղն է։ Բայց Տերը գսե ինձի հետևողները պիտի լան հոն, ուր ես կգտնվիմ։ Այսինքն ամեն ժամ պատրաստ լալու, ամեն ժամ իրեն սպասելու։ Եվ որբեսի ամեն ժամ պատրաստ լանք սիրներ, Աստված գսե իմ խոսքերս ձեր հոգի վրա պետք է գրված լա, ձեր սրտի վրա գրված պետք է լա։ Որբեսի երբ որ գարթնակ, առաջի բառը որ պիտի ասես, օրհնյալ է Աստված, օրհնյալ է Հիսուս, շնորհակալ եմ, որ ինձ կյանք տվիր այսօր։ Երբ որ գործ պիտի սկսես, պիտի ասես, օրհնյալ է Աստված, գործից ծերը հաջողցուր։ Երբ որ մարդոց մասին լուր գլսես, ոչ թե մեկին պիտի թադես ասես սխալ է կամ ճիշտ է,
Իրիսես օրտնյալ է Աստված, իրենց ալ թող Աստված իմաստություն տա։ Եվ այս ձևերով Աստված մեզի գսե, որ ես այն ադեն քեզի պիտի ընդունիմ եւ քու լույսդ պիտի չմարի։ Լույսը եւ գրագը շատ նման են իրարու, գիտեք։ Հիմա երբ որ մոմը գվարի, լույսերը մարենք, լույս կուտա։ Բայց մեկ հատ փորձեցեք այս լույսին ձեր ձեռքը բահել վրան։ Թերևս 20 սեկունդ մը գրնակ բահել, վերջը ամբուլանս պիտի կանչենք։ Այսինքն գրագը գայր է։ Աստված թե լույս է, թե գրագ է։ Ասիկա դժողքի եւ դրախտի դարբերությունն է, սիրելիներ։ Եթե մենք գսիրենք Աստված եւ իր բադվիրանները կգործադրենք, Աստված երբ որ հայտնվի, մեզի համար լույս պիտի լա։ Այսինքն պիտի ասենք ինչ անուսի այս լույսը, որ ներսս է լուսավորվեցավ, որ գուզեմ ավելի մնալ, ինչպես Պետրոս Առաքյալը, երբ որ այլագերբության օրը լերքացին եւ Հիսուս այլագերբեցավ, հագուստները ջերմակ եղավ, էքստազի մեջ ինգավ, ասավ դեր ասինչ լավ է հոսը լալ ասավ, տաղավար մշինենք, նստինք հոս ասավ, չերթանք վար, քեզի համար, Մովսեսի համար, Եղիայի համար, բայց Հիսուս ժամանակ մի ետ կսավ տղակ, վար իջնենք դեր անելիք ունենք։ Ուրեմն եթե լույս կուզենք, պատրաստ ենք գսերը այդ լույսը մեզի գլուսավորե։ Եթե պատրաստ չենք, այդ լույսը ինչ կլա, գայրե մեզի, կրագ է, որովհետև Հիսուս կսե ես եմ լույսը աշխարհին, Հովանու ավետարանի մեջ, ուրիշ տեղ ինչ կսե, եկա երկրի վրա ինչ նետելու, կրագ նետելու, ավետարան չեք կարդար, հայտնի է, կրագ նետելու եկա, այո, որբեսի ինձի հավատացողները հետս լան։ Եվ Աստված արդար է սիրելիներ, ադոր համար մեզի իր խոսքը տվավ, իր կյանքը ապրեցավ եւ ամենուս հայտնվեցավ, որբեսի մենք սիրենք եւ ճաճտանք իրարու։ Մենք հայերը շատ առավելություն ունենք, ուր երթանք գրեթե եկեղեցի ունենք, բայց շատ քիչերս է, որ այդ Սուրբ Հոգին, որ ստացած ենք մգրդության ավազանով, լեցուն է մեր մեջը։ Եվ Սուրբ Հոգին ինչ ձևով գերեվի նորեն գտագանելու մեջ, գրագի ձևով, գրագ կբերի, չէ, որբեսի, ինչպես Տերը իր վերջին օրվա խոսքը գսե, այսօրվա ընթերցումը բադարակի, Տերը պիտի ամեն մարդու ստուգե ինչով, գրագով պիտի ստուգե։ Ոսկերիչ կա չէր մեջ, վստահ մեկը պիտի լա ոսկերիչ։ Ինչպես կստուգեն ոսկին կամ կփայլեցնեն, գրագով կփայլեցնեն, որովհետև եթե գուզեմ գիտնալ արժեքավոր է ասիգա, պետք է թիմանա, ինչպես այդ զինվորականը։ Թուղթը լաս կայրիս, փայդը լաս կայրիս, կաուչուկը լաս կհալիս, բայց եթե ոսկի լաս, պիտի փայլիս եւ ասես, որ իսկապես կսպասեմ քու քալուստի Տեր, որովհետև դու ինձի քու շնորհը տվեցիր։ Ուրեմն այս շաբաթ սիրելիներ մեր ավակ շաբաթն է եւ անանքիստ պիտի լանք քիչմը։ Մեր ամբողջ կեդրոնացումը այդ Հիսուսին, որ այսօր մտավ Երուսաղեմ, իր վրա պիտի լա։ TV-ին մեկ կողմի ցկենք, պատերազմները մեկ կողմի ցկենք, լուրերն ու մուսալսանները մեկ կողմի ցկենք, պիտի ասենք դեր գուզենք քեզի դիդել։ Ադոր համար արդու գուքանք ավետարանը պիտի լսենք, տունը պիտի երթանք այդ ավետարանը գարթանք նայենք Աստված ինչ կսե։ Իր գունը գուքանք, նույնը կլսենք, նույնը գնենք նաև իր գունը, քալեն առաջ աղոտ կլենք, երթանք տուն աղոտ կնենք, որտեվ գսենք, որ այս շաբաթը գուզեմ քու հետը դլալ, պասեքը դիմավորելու։ Որտեվ հին ադեն զադիգի ինչ էր, այդ մահվան հրեշտակը պիտի անցներ եւ որու տան վրա, որ չի գար արյունը քարան, պիտի մեռնեին։ Եվ այսինքն արտուն պետք է լային։ Նույնը հիմա մանավանդ ավակ շաբաթին փորձությունները գշադնան հավատացյալի կյանքի մեջ։ Եվ Աստված կսե պիտի անցնի մահվան հրեշտակը, պիտի փորձվիք, բայց Երանի անոնց, ովքեր որ արթուն են։ Եվ հինգշաբթի օրվանես սկսյալ Տիրոջ մատնությունը, խաչելությունը, լի արարողություններով։ Խնդրանքս է, որ ձեր սիրտերը պատրաստ կաք, պահեցողությամբ եւ Աստծո վրա գետրոնանալով, որբեսի զադիգը լա իսկապես զադումը մեղքեն, զադումը մեր սխալ անձերեն եւ Քրիստոսի դիմավորումը, որ ասենք օրհնյալ է Տեր, որ եկար, քու հարությունը թող օրհնյալ լա։